Ժամանակ Փաշինյանը դրան է պատրաստվում։ Ես համաթար դա եմ ասում, մի անգամ եմ դա ասելու, այստեղ արդեն քաղաքականություն չկա։ Այստեղ ազգային արժեքներ են, ազգային ինքնությունն է։ Ես վստահ եմ, որ չկա աշխարհում գոնե մի հայ, որը հաշտ է այն մտքի հետ, որ վեհապար հայրապետին դատարան են հրավիրել։ Ու վստահ եմ, որ դա այս կամ այն կերպ կդրսևորվի։ Ցույց տվեցին ներս մտնել, տեղյակ եք դուք ով միջնորդեց, որպեսզի փակ դատավարություն իրականացվի։ Չէ, ես տեղյակ չեմ, ինչի համար է փակ դատավարություն իրականացվել, պետք է սպասենք դուրս գան փաստաբանները ասեն։ Իշխանությունը, այսպես կոչված իշխանությունը հույս ունի քանդել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Ինչու՞։ Բայց հայ առաքելական եկեղեցին դիմացել է շատ ավելի մեծ ասպատակումների, քան մի խումբ նիկոլականները, մի խումբ մարգինալները։ Ինչու համար է սա արվում, որովհետև եկեղեցին միշտ եղել է մեր պաշտպանական վերջին խրամատը, մեր ինքնության պահպանման վերջին խրամատը, նույնիսկ երբ պետականություն չի եղել։ Ու հիմա էլ բավական զուգահեռներ կան, իշխանությունները չեն պաշտպանում եւ չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահերը ու ուզում են վերացնել այն ինստիտուտը, որը կպաշտպաներ եւ կզբաղվեր մեր շահերի առաջ մղմամբ, այդ թվում նաեւ Շվեյցարիան, ինչպես պայքարելով, այլ տարբերակ չկա։ Բոլոր օրենքով չարգելված միջոցներով անհրաժեշտ է պայքարել ու կապ չունի իրանք հիմա ինչ-որ փոքր հաջողություն են գրանցել, ինչ-որ ազգային ժողով են ձևավորվել, դա կարևոր չի։ Կարևորը այն է, որ հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի հիասթափվել պայքարից։ Հստակ մեխանիզմը իմ ընկալմամբ սա առանց փողոցային պայքարի գնացողը չի։ Ուստի յուրաքանչյուր մարդ, որ Հայաստանում զբաղվում է քաղաքականությամբ, հասարակական գործունեությամբ եւ դեմ է Փաշինյանին, պետք է ուղղում պատկերացնի, որ վաղ թե ուշ իրենց ճամփելու են փողոցային պայքարով։ Ենթադրեմ, որ այս հավաքը, այս գործությունը դուք մտադիր եք գեներացնել ավելի լայն, ավելի ընդգրկուն փողոցային Ես, եթե թույլ տաք ձեր հարցը մի փոքր վերաձևակերպեմ, այստեղ գեներացնելու բան չկա։ Ես վստահ եմ, որ հայերի մեծամասնությունը, ինչպես արդեն ասացի, հաշտ չի այս իրավիճակի հետ։ Մի մարդը դա արտահայտում է այստեղ լինելով, մյուս մարդը Facebook-յան գրառմամբ, որի համար իրեն փորձում են Փաշինյանի իրավապահները դատեն, մյուս մասը մրցքում, մյուս մասը խոհանոցում զրույցի ժամանակ։ Բայց ես վստահ եմ, որ գալու է մի պահ, երբ որ Փաշինյանը համը հանելու է վերջնականապես ու դրա պատասխանը ստանալու է։ Իսկ օգտագործելու կամ այս առիթը եւ այլն ձևակերպումները իմ համար անհրաժեշտ է։ Շատ լավ, Պամամյան, թողեք եւս մի հարց։ Հայաստանի Հանրապետությունը ո՞րն է այն նացիոնը, որտեղ վիճարկվում է խախտված իրավունք։ Ներողություն եմ խնդրում։ Դուք հավանաբար փորձում եք եկեղեցու ներեկեղեցական հարաբերությունները տեղափոխել աշխատանքային օրենսգիրք, դա իմ համար անընդունելի է։ Սահմանադրության դրույթ է, որ եկեղեցին պետությունից անջատ է։ Իսկ համեմատության համար ես կարող եմ Համատության համար կարող եմ ասել, եթե հանկարծ ձեր լրագրողներից մեկին աշխատանքից ազատեն, ու օրինակ նախագահ Սարգսյանին դիմելու կամ վեհապար հայրապետին կաթողիկոսով դիմելու համար, դա նորմալ չի լինի, բացարձակ նորմալ չի լինի, եթե վարչապետ կոչեցյալը որոշի ասել, չէ, այդ մարդուն հետ կընդունեք աշխատանքի։ Չնայած Civic-ի պարագայում, քանի որ ԿՊ-ի լրատվականն է, այդպես էլ պիտի լինի, բայց ըստ սահմանադրության, մեր եկեղեցին անջատ պետությունը իրավունք չունի խառնվել եկեղեցու գործին։ Այո, այդպես է սահմանադրություն ավելի բարձր Մամիկյանյան մի հարց էլի, երրորդ նախագահը եւ Սամվել Կարապետյանը հանդիպել են։ Դրա մասին անհրաժեշտ է հարցնել կամ Սամվել Կարապետյանին կամ երրորդ նախագահին։ Ուղղակի նրա թիմակիցն է դրա համար։ Չգիտեմ, ասացի որ դրա մասին պետք է հարցնել կամ նախագահին կամ Սամվել Կարապետյանին։ Չեմ մեկնաբանում։ Պարոն Մամիկյանյան, եկեղեցու եւ պետության անջատ լինելու վերաբերյալ թողեք եւս մեկնեք։ 2020 թվականին կաթողիկոսը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 44-րդ պատերազմից հետո եւ ոչ միայն Բաղրամյան պողոտայում այս հավաքեր մի քանի երկու տասնյակ 2023 թվականին, երբ որ գործընկերներից մեկը հարցրեց վեհապահերը շարունակում եք պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա ասաց, որ պահանջը անժամանց։ 24 թվականին ականատես եղանք սոցիալական շարժման, որի քաղաքական ուժերի հետազոտողներ կարծում նաև դուք եկեղեցու եւ պետության անջատ լինելու տրամաբանության դիտարկումից
Չեք կարծում, որ եկեղեցին այս ինքնարկած գործողություններով խախտել է սահմանադրական նորմը լինելով անջատ Ոչ չեմ կարծում, նախ դուք վերեցիք մի քանի օրինակ, դրանցից առնվազն սրբազան պայքարի օրինակը տեղին չէր, որովհետև եկեղեցին որպես ինստիտուտ դրա մեջ ներգրավված չէր, դրանում ներգրավված էր իմ կողմից շատ հարգված քահանատար Բագրատ Սրբազանը, սա մեծ դա տեղի չի։ Երկրորդ, եթե Հայաստանի ղեկավարը Աստված մի արածցե եւս մեկ անգամ Փաշինյանից հետո դավաճանի անի ամեն ինչ դեմ Հայաստանի Հանրապետության եւ այն ժամանակ դեռ հայերով բնակեցված Արցախի Հանրապետության շահերին հակառակ, ես կարծում եմ, որ տրամաբանական է, որ վեհապար հայրապետը պահանջի իր հրաժարականը։ Դա չի նշանակում, որ եկեղեցին խառնում է քաղաքականությունը։ Նշանակում է, որ վեհապար հայրապետը իր կարծիքն է հայտնում դավաճանի վերաբերյալ։ Դա բացարձակ չի նշանակում, որ եկեղեցին որպես ինստիտուտ ձեր զարմանքին պատասխանում խառնում է քաղաքականությունը։ Եվ երբեք ընդգծում եմ, եկեղեցին որպես ինստիտուտ ներգրավված չի եղել քաղաքական գործընթացներում, այդպիսի բան չի եղել։ Իսկ հիմա պետությունը չէ, Փաշինյանը որպես նոր ձևավորվող դիկտատոր, ինչպես եւ բոլոր դիկտատորները, փորձում է վերացնել երկրում առկա բոլոր ինստիտուտները, այդ թվում նաեւ եկեղեցին։ Դա իրեն չի հաջողվել։ Շնորհակալություն։ Հայկ Մամեդյանյանի հետ նշենք, որ ամենայն հայոց կաթողիկոսի եւ 6 սրբազանների գործողությունը արդեն մեկնարկել է։